Ստրասբուրգում շրջում էի եւ անցնելով քաղաքական հանդիպումներին պետք է ասեմ, որ հանդիպել եմ Աբերգին եւ Ֆասինոին, Հայաստանի համազեկուցողներն են, եւ կար զեկույց, կար բանաձև եւ խայտարակություն абսուրդն այն էր, որ երկուշաբթի օրը բանաձևն ընդունվեց։ Ես տեսա, որ բանաձևը քննադատում է ըստ էության Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, պնդելով, որ որոշ հոգեորականներ ուզում են իշխանությունը յուրացնեն, հասկանում ես։ Եվ այս абսուրդը, այդ այն դեպքում, որ 4 arczepiskopos բանտարկված է իշխանության կողմից, կամ մնացած քաղաքբանտարկյալների մասով, ասենք դու գիտես որ ես Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի հետ բացարձակ հարաբերություն չունեմ կամ շատ վատ հարաբերություն։ Այդ մարդկանց հետ աչքով աչք չունենք տեսնելու, բայց իրենք քաղաքբանտարկյալ են։ Ու ես իրանց մասին հարց եմ բարձրացնում համազեկուցողների մոտ։ Հասկանում ես, ինչքան է իմ համար մարդու իրավունքների չափանիշներն ավելի բարձր, քան որևէ այդ քաղաքական բաները։ Ասում ասեմ, ոտք ասենք բլոգերներ են բանտարկվում ուղակի բանի ոդկասթի համար, եպիսկոպոսներ են բանտարկված, եկեղեցու դեմոկրատական գործ արդեն հարուցել խոսանք սրա մասին եւ այս բոլորը ներկայացնելու արդյունքում փորձում եմ փաստերով, կոտրել այդ տպավորությունները, որ ես քեզ ասեմ, առաջին հաշվից տպավորությունները, որ համազեկուցողները ոնց որ Ադրբեջանի բաների տակ են, լոբինգի, որտեղ ասում են պետքա համանդությունը դե պետքա փոխեք էլի, տենց չի պետք է փոխեք համազը, բայց պետք է հասկացա, որ ոչ թե Ադրբեջանի, այլ մեր իշխանությունների լոբինգի տակ էին։